տաճարում կան պատկերներ, լույս եւ իրականություն։ Փարաջանովը այդ տաճարի վարպետն էր։ Փառերքել Փարաջանովին Կապան ֆեստի 4-րդ օրն անցավ այս խորագրի ներքո։ Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ղեկավարությամբ Ֆրանսիայից Կապան է ժամանել մուզիկա տրեզ անսամբլը։ Այս ստեղծագործության մեջ միաձուլվել էին երաժշտությունը, պատկերն ու խոսքն այնպես, ինչպես Փարաջանովն էր անում։ Փարաջանովի ուժը հենց դրա մեջ էր կայանում, ինքը մի կողմից շատ абստրակտ, շատ տարօրինակ ֆիլմեր է չէ հանում, բայց ինքը պատմում էր, որ մանավանդ հայերը, բայց բոլոր տարբեր ազգերը, որտեղ ինքը գործել է վրացիների հետ, ուկրաինացիների, ինչ որ գեն արթնացնող բաներ են ինքը ստեղծում, չես էլ անպայման հասկանում ինչ է տեղենում, բայց ինչ որ զգում ես հոգով եւ հույս ունենեմ մենք էլ ինչ որ նման բան ենք ստեղծում։ Նորությունը եւ հնությունը իրար հետ համակերպվող տարբերակը լավագույն միջոցն է ինձ թվում է կենթանի մնալու համար, որտեղ եթե արմատներիցս կտրվես ինչ որ չես գնում, չգիտես որտեղ ես գնում, բայց երբ որ միայն մնաս արմատների մեջ հողին կպած ես մնում, չես հաճում։ Այդ երկու տարբերակը ընտրելը Փարաջանովը հրաշալի կերպով է արել, մենք էլ փորձում ենք այսպես անել։ Մենք էլ ուզում ենք գանք այս արմատներից մի բան ստանանք։ Դիրիժոր Ռոլանդ Հայրապետյանի համար այս բեմում նվագելն անչափ հուզիչ է։ Անհավատալի է, որ այսքան հեռու վայրում նման մասշտաբի փառատոն է անցկացվում, ասում է։ Moi je trouve que c'est une œuvre qui Այս ստեղծագործությունը արտահայտում է այն հայկական շունչը, որը ես ճանաչում եմ, բայց շատ հեռվից։ Ինձ հիշեցնում է ինչ-որ ելևէջներ, որոնք հեռավոր մանկության տարիներին եմ լսել, եւ որոշ պահերի նույնիսկ փշաքաղվում են։ Անսամբլի երգիչները մեծ ոգևորությամբ են եկել Կապան։ Ֆեստի մասին շատ էին լսել։ Ուրախ են, որ նորությամբ են հագեցրել օրակարգը։ Moi d'abord ce que j'aime c'est que ça parle de cinéma. Ես կինո սիրում եմ, բայց Փարաջանովին ծանոթ չէի։ Ստեղծագործությունը 8 մասից է բաղկացած եւ ամեն մեկը բացահայտում է նրան տարբեր կողմերից։ Կապանում հասցրել ենք շրջել, այսպիսի քաղաք չէի տեսել։ Ես ինքս սարերին մոտ եմ ապրում, հարազատ բան զգացի։ Pour nous c'est vraiment une grande chance d'être ici. Շատ հաճելի է այստեղ գտնվել։ Հիմնականում երբ փառատոների եմ մասնակցում, մրցակցային մթնոլորտ է տիրում։ Իսկ այստեղ ամեն ինչ հանգիստ է, ընկերական ու ջերմ։ Հանդիսատեսը դահլիճից դուրս եկավ վառ տպավորություններով, խոստովանելով եւս մեկ քայլով մոտեցան սեփական արմատներին։ Այսօրվա համերգը շատ տպավորիչ էր, որովհետև այս ֆեստիվալի շրջանակներում այսպիսի տարբերվող համերգ շատ քիչ է լինում եւ այս տարբերությունը եւս մեկ մակարդակ բարձրացրեց Կապան ֆեստը։ Նախնա որ առաջին անգամ էր ու պրեմիերա էր, ու այդ պրեմիերան հենց տեղի ունեցավ Կապանում, դա արդեն իսկ ֆանտաստիկ է։ Եվ այն ինչ որ իրանք ստեղծել են, այն ինչ որ բերել էին Կապան, Փարաջանով, բայց Փարաջանովը այսքան գույների մեջ, այսքան sense տարբեր շերտերով ու երանգներով ուղակի փառահեղ էր կարելի ասել։ Շատ հաճելի է, որ արտասահմանյան մշակույթը նույնպես գրավված է այս ամենով եւ թե ինչպես Փարաջանովին մեկնաբանել է Միշելը, դա անգնահատելի ներդրում է եւ շատ ոգեշնչող, ոգևորող։ Հիշեցնենք, որ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը ամեն օր նոր ծրագրով եւ յուրահատուկ ոճով։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։